Սիրելի ֆուտբոլասերներ, խաղային օրը մեծ մոտ շարունակվում է եւ FIBA օրվա կամ մրցաշրջանի ամենակարևորագույն հանդիպանը միասին ականատես կլինենք Winter Cup-ին զուգահեռ հիմա դուք ձեր էկրաններին կտեսեք Summer Cup-ի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ կմրցեն Վերդերը եւ Մոնցան։ Թիմերը ողջունում են միմյանց, ես արագորեն ծանոթացնեմ մրցող թիմերի հայտարարությունները ու սկսենք Մոնցայից, ում դարպասը պաշտպանում է Հմայակ Բաբայանը համար 1, Վենետիկ Չոկանդարյան համար 5, Գուրգեն Մնացականյան համար 7, Արտաշ Ղազարյան համար 8, Արշալույս Պապոյան համար 14, Մխիթար Ավետիսյան համար 9, Մուսա Ալեքսանյան համար 10, Ռաֆի Գևորգյան համար 13, Ռաֆայել Ավակյան համար 15 եւ Գագիկ Մանուչարյան համար 22։ Վերդեր դարպասը պաշտպանում է Էդվարդ Հարությունյանը համար 1, Կամրցավարի Սուլիչը եւ 1 տարկածը եզրափակիչը։ Վոլոդյան Մարկարյան համար 5, Էրիկ Էլոյան համար 7, Ռուբեն Արիստակեսյան համար 9, Հայկ Մուրադյան համար 10, Նաթիմի Ավակն է, Մայիս Մելքոնյան համար 11, Սարգիս Մարտիրոսյան համար 14, Հակոբ Ամիրյան համար 17, Սուլեյման Անիմասաուն համար 18, Գևորգ Պողոսյան համար 20, Նարեկ Մկրտչյան համար 22, Զորա Բադարյան 23, Խաչատուր Էրզումյան համար 26, Էրիկ Հովսեփյան համար 77 եւ Իգոր Հովսեփյան համար 99։ Թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյանը։ Մարտիրոսյան դեպի առաջ փոխանցում տեսանք, բայց այստեղ գնդակը չհասավ Վերդերի ֆուտբոլիստին, հիմա Ադարյանը ավելացրեց, բայց Մոնցայի պաշտպանները տեղում էին ու Ալեքսանյանը սկսում է Մոնցայի առաջին գրո այս խաղում, կա փոխանցումը դեպի Պապոյանը, Պապոյան հաջող շրջվեց այստեղ, Պապոյան Փագեցին արվածի ճանապարհը դեպի աջ փոխանցում ենք տեսնում, նորից Պապոյանն է գնդակով, այո, այս հանդիպման տեմպը էլ ավելի բարձր է լինելու վստահ եմ առաջիկա րոպեների ընթացքում, քանի որ երկու թիմերն էլ իսկապես խմբային փուլից հետո շատ բարդ ճանապարհով են հասել դեպի եզրափակիչ, որտեղ անզիջում պայքար են դիտելու, քանի որ երկուսն էլ այստեղ են միմիայն այդ բաղձալի գավաթին արժանանալու համար։ Մելքոնյան ուղարկեց գնդակը Մարկարյանին, դեպի Էրզումյանը փոխանցում տեսանք, Մայիս Մելքոնյան շատ լավ թողեց գնդակը Էրզումյանի, վտանգավոր է, բայց այստեղ հասցրեց գնդակը հեռացնել Մխիթար Ավետիսյանը ու եզրից կնետեն Վերդերի ֆուտբոլիստները։ Եկեք վերհիշենք թիմերի անցած ճանապարհը Summer Cup-ում, նախ հիշեցնեմ, որ թիմերը մեկ անգամ հանդիպել են արդեն Summer Cup-ի շրջանակների խմբային փուլում, այս երկու թիմերն էլ նույն խմբից կարողացան դուրս գալ play-off, այնտեղ Վերդերը առավելության հասավ 6-4 հաշվով, բայց դա առաջնության մեկտարկային հանդիպումներից էր, Ադարյան այս գրոյից հետո կշարունակեն դեպի Էրզումյան ուղարկեց գնդակը, Էրզումյան հարված ու պաշտպանը այստեղ փակում է գնդակի ճանապարհը, այո, Վերդերը կարողացավ այդ խաղում առավելության հասնել 6-4 հաշվով, բայց այդ Մոնցան նոր էր միացել մեր ԱՖԼ-ի առաջնություններին, առաջին հանդիպումներից էր անցկացնում իհարկե եւ հիմա բնականաբար Մոնցան այլ ֆուտբոլ է մեզ ցուցադրում, այլ ֆուտբոլի կողմնակից է իհարկե, իսկ Վերդերը բնականաբար կփորձի նույն առավելությունը կրկնել հաղթանակի մասին է խոսքը, տեսնենք բախտ իհարկե որ թիմին կուղեկցի, այստեղ Հարությունյանը կարողանում է հեռացնել գնդակը, բայց ոչ այնքան հեռու, Մոնցանը գրոյի անցել, խորքից փոխանցում տեսանք Չոկանդարյանի կողմից, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի արդեն Հարությունյանի պաշտպանած դարպասից։ Այո, թիմերը կարողացան հաղթահարել խմբային փուլը, Վերդերը կարողացավ 1 քավոր եզրափակիչում պայքարից դուրս թողնել Միլանին, հաղթելով 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վերդերը այդ խաղում։ Հետո կիսաեզրափակիչում մրցեց Թեղենիսի դեմ, որտեղ առավելության հասավ 3-1 հաշվով։ Հիմա Ալեքսանյանն է գնդակով կար անցումը, բայց այստեղ խաղի կանոնների խախտում ենք տեսնում Հովսեփյանի կողմից ու ստանդարտ հիմա կիրասնի արդեն Մոնցան։
Այո, իսկ Մոնցան յանցած ճանապարհի եկեք վերհիշենք, որը էլ ավելի հետաքրքիր ու դրամատիկ ստացվեց, կարծում եմ, համեմատած Վերդերի հետ։ Մոնցան 1/4-ում միանգամից շատ բարդ մրցակցի հանդիպեց Սելտային, որտեղ թիմը պարտվում էր 5-2 հաշվով, բայց կարողացավ վերադառնալ խաղ հանդիպան հաշիվը հավասարեցնել, դարձնելով 5-5 ու հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում հասնել առավելության։ Կա մրցավարի Սուլիչը, Ալեքսանյան հարվածնել կա ու Արությունյանը հեռացնում է գնդակը, անկյունային կտեսնենք հիմա Մոնցայի կատարման։ Այո, Մոնցան կարողացավ 1/4-ը այդպես հաղթարել, որտեղ հայտնվեց կիսաեզրափակիչում ու մրցեց արդեն Չելսիի դեմ, այդ խաղում պարտվում էր Ալեքսանյանը 1-0, այստեղ Մոնցան բացում է հանդիպան հաշիվը եզրափակիչում։ Մուսա Ալեքսանյան 1-0, այո, Մոնցան եզրափակիչում առաջինն է հասնում հաջողության ու հիմա արդեն փորձենք տեսնել Վերդերը ինչով կպատասխանի։ Մուրադյանն է գնդակով, ուղարկում է գնդակը Մելքոնյանին, վերջինս էլ հետ փոխանցում կատարեց Մարտիրոսյանի ուղղությամբ։ Այո, ես շարունակեմ միտքս, հետո կիսա եզրափակիչում հանդիպեց Մոնցան Չելսին, հաղթում էր 1-0 հաշվով, հետո Տուգանայինից բաց թողեց պատասխան գնդակը հաշիվը դառնալով 1-1, հետո նորից կարողացավ Մոնցան առաջ անցնել հաշվի մեջ խաղակեսի վերջնամասում, հանդիպան վերջնամասում բաց թողեց երկրորդ պատասխան գնդակը ու հանդիպումը գնաց հետխաղային 11 մետրանոց հարվածաշար էր, որտեղ նորից ուժեղ գտնվեցին Մոնցայի ֆուտբոլիստները, այնպես որ Մոնցան փլեյօֆը հաղթարել է 11 մետրանոցների շնորհիվ, իսկապես շատ արդյունավետ են գործում այս տիպի ֆուտբոլիստները հարվածաշարի ժամանակ։ Ու հիմա արդեն տեսնենք ստանդարտ իրաստի Վերդերը, Մարտիրոսյան, կա մրցավարի Սուլիչը, փոխանցում մրցակցի Տուգանային հրապարակ, դարպասապա հեռացեց, ոչ այնքան հեռու հիմա, բայց արդեն հեռացված է գնդակը ու երկրորդ տեմպով են Վերդերի գրոհին ականատես լինում, Ադարյանը փորձեց այստեղ ավելացնել գնդակի ընթացքը, բայց այն հայտնվեց Մոնցայի ֆուտբոլիստի մոտ ու հիմա հեռացված է գնդակը, Ալեքսանյան լավ փոխանցում ենք տեսնում, հիմա Ավետիսյանն է գնդակով նետվել է առաջ Մոնցան դեպի Ալեքսանյանը, Ալեքսանյանը հարված վտանգավոր է ու Արությունյանը տեղում է հեռացնում է գնդակը, ևս մեկ անկյունային իրաստի Մոնցան ինչպիսի ֆուտբոլ են դիտում, իսկապես շատ հետաքրքիր դիմակայություն ու հանդիպումը կարծում եմ մեզ գոլային դրվագների պակաս թույլ չի տա։ Կա փոխանցումը, բայց գնդակը շատ հեռուն ընթացավ ու դուրս եկավ դաշտի սահմաններից, հիմա գնդակը կլինի արդեն Վերդերի ֆուտբոլիստների մոտ։ Եսիս նետեց Հովսեփյանը Մարգարյանի ուղղությամբ, դեպի աջ փոխանցում ենք տեսնում Այգ Մուրադյան, հասցեագեց գնդակը Մելքոնյանին, Ադարյանին թողեց Մելքոնյանը լիերթին գնդակը, տեսնենք Զորաբ Ադարյան ստացվեց անցնել այստեղ Ալեքսանյանին, Մայիս Մելքոնյան նորից Ադարյանն է գնդակով, կա փոխանցում ու հիմա երաշտում է Մոնցայի կենտրոնական պաշտպան այս դրվագում Գևորգյանն էր այդ դիրքում հայտնվել, Մարտիրոսյան դեպի Ադարյանը փոխանցում տեսանք, Մուրադյանն էլ այստեղ պահեց գնդակը դաշտի սահմաններում, Էրզրումյան, բայց հիմա Ալեքսանյանը հասնում է փակել Վերդերի գրոհի ճանապարհը ու հիմա Պապոյանն է նետվում առաջ, Մելքոնյանն է դիմավորել նրան ու խախտեց խաղի կանոնները այնուամենայնիվ Մելքոնյանը, այո։ Տեսնենք այս ստանդարտ ինչի կվերացեն Մոնցայի ֆուտբոլիստները, Պապոյանն է գնդակի մոտ։ Կա մրցավարի Սուլիչը, Պապոյան, փոխանցում ու այստեղ Մուրադյանի վրա է ընդունում գնդակը, հիմա էլ չի ստացվում։ Ղազարյանի փոխանցում ու եզից կնետի Վերդերը։ Հովսեփյան ուղարկեց գնդակը Մարտիրոսյանին։ Այո, իսկապես շատ կարևոր համալրում է կատարել Վերդերը իր թիմի կազմում ձեռք բերելով Մարտիրոսյանին, իսկապես պաշտպանության թիկունքը շատ ամուր է պահում։
Վերդերի 14 համարը Սարգիս Մարտիրոսյանը այստեղ Հովսեփյանը գնդաց ու խլեց մրցակցից գնդակը, բայց հիմա ստացավ ոտքին հարված ու վաստակեց Տուգանային հարվածի հնարավորություն։ Տեսնենք Ադարյանն է գնդակի մոտ, այս ստանդարտը ինչ կբերի Վերդերին, կա մրցավարի սունիչը Զորաբ Ադարյան, բայց բարձր է ստացվում Ադարյանի կատարած փոխանցումը ու հարված կլինի արդեն Բաբայանի պաշտպանած դարպասից։ Բաբայան ուժեղ հարվածով գնդակը ուղարկում է Ալեքսանյանին, շատ հաջող փոխանցում ստացվեց, Ալեքսանյանն էլ երթին լավ կասեցեց գնդակը, բայց այստեղ Ադարյանը մաքուր խլում է կատարում ու սկսում Վերդերի հերթական գրոհը։ Միացել է գրոհին Մարկարյանը, Ադարյան դեպի Մելքոնյանը կատարեց փոխանցում, բայց այն չհասավ Մելքոնյանի, Պապոյան հիմա արագ Բոնցանը նետվել առաջ, Արչալույս Պապոյան դեպի ձախ փոխանցում տեսակ, բայց Մայիս Մելքոնյանը հաստրեց Վերդերի կազմում նահանջել ու խլել գնդակը, փակելով փոխանցման ճանապարհը, հիմա էլ ուղարկում է գնդակը Հովսեփյանի ուղղությամբ ու ուժեղ փոխանցում առաջ։ Տեսնենք Ավետիսյան այստեղ շատ սառնասրտորեն գնդակ ուղարկեց Մուսա Ալեքսանյանի ուղղությամբ, Ալեքսանյան ու չի ստացվում այս անգամ Ալեքսանյանի մոտ դիպուկ գտնվել, իհարկե աջ ոտքին հարմարեցեց գնդակը Ալեքսանյանի, իսկ մենք սովորենք նրա կատարմամբ տեսնել ձախ ոտքով կատարած ուժկու հարվածներ, կարծում եմ դա հիմնական պատճառներից մեկն էր, որպեսզի Ալեքսանյանի հարվածը չստացվեց։ Հասավ գնդակը այստեղ Հայկ Մուրադյանին, ուղարկում է Մուրադյանը գնդակը Մելքոնյանի ուղղությամբ ու Մելքոնյանը երթին գնդակը ասցակեց Մարտիրոսյանին, ով ուղարկում է գնդակը Հովսեփյանին, Վոլոդիա Մարկարյան նորից հաղարկում է գնդակը Մարտիրոսյանի հետ ու գրոհի տեղափոխությունը արդեն դեպի աջ, որտեղ Մելքոնյանն է տեղ զբաղեցել, Մուրադյան այստեղ փորձեց գտնել կենտրոնում Էրզումյանին, Մուրադյանը, բայց փակեցին Մոնցայի ֆուտբոլիստները փոխանցման ճանապարհը, Մոնցան հիմա սկսում է իր հերթական գրոհը աջ եզրով, Մուսա Ալեքսանյան լավ ստացավ գնդակը, Ալեքսանյան, բայց հեռու թողեց իրենից մի փոքր ու Մարտիրոսյանը այստեղ խլում է գնդակը մրցակցից, Ադարյան չստացվեց փոխանցում կատարել, Չոկանդարյանը խլեց գնդակը, շատ հաջող փոխանցում է, Արչալույս Պապոյան, բայց այստեղ Հարությունյանը դուրս է գալիս դարպասից ու վերցնում գնդակը, ինչ ֆուտբոլ ենք դիտում հիմա խաղադաշտում, Էրզումյան թողեց գնդակը Մայիս Մելքոնյանին, նորից Էրզումյանն է ստանում գնդակը վտանգավոր գրոհի մանցել, Վերդերը ու սա խաղի կանոնների խախտում է շատ վտանգավոր դիրքում, բայց կդիտի մրցավարը կրկնան պատկերը նախորդ դրվագի, այո, իսկապես շատ հարմար դիրքում է հիմա գտնվում Մայիս Մելքոնյանը և Էրզումյանը, չեմ կարող ասել ով հարվածը կատարի, կարծում եմ Մելքոնյանի համար դիրքը ավելի նպաստավոր է, բավական մոտ է տարածությունը ու հիմա արդեն տեսնենք կա մրցավարի սուլիչը Մայիս Մելքոնյան, թե Խաչատուր Էրզումյան, սա է հարցը, Մելքոնյանն է հարվածում, բայց պատից վրա է ընդունում Մելքոնյանի կատարած ուժկու հարվածը, Մարտիրոսյան դեպի առաջ փոխանցում ենք տեսնում, հիմա Չոկադայանը փորձեց հեռացնել, չստացվեց Էրզումյան, չի ավարտվել Վերդերի գրոհը, Վոլոդիա Մարկարյանն է այստեղ խլում գնդակը եւ այն ուղարկում Հովսեփյանի ուղղությամբ, վտանգավոր է Հովսեփյան կա փոխանցումը ու այստեղ ինչ է կատարվում, Ադարյանն է հիմա էլ խլում գնդակը, Զորաբ Ադարյան կա փոխանցում է Էրզումյան, պետք է եզրափակել այս գրոհը, Մելքոնյան արշիվը հավասար է 1-1 Վերդերը գրավում է մրցակցի դարպասը։ Մայիս Մելքոնյան 1-1 Վերդերը հավասարեցնում է հանդիպան հաշիվը, իսկապես լավ գրոհ ձեռնարկեցին Վերդերի ֆուտբոլիստերից, Մելքոնյանին միայն մնում էր այդ մոտ տարածությունից հավասարեցնել հանդիպան հաշիվը, ինչ էլ կարողացավ Մայիս Մելքոնյանը շատ բարձր մակարդակով անել։ 1-1 այո ունենք թիմերի կատարման արդեն խփված մեկական գնդակներ։ Ու հիմա տեսնենք արդեն թիմերը ինչ կմատուցեն մեզ հավասար հաշվի պայմանների դեպքում կրկին։ Գրոհում է Մոնցան, Պապոյան,
Թողած գնդակը Չոկանդարյանին ու դեպի Ավետիսյանը փոխանցում տեսանք Չոկանդարյան առաջ փոխանցում, բայց Հարությունյանը վերցնում է այս դրվագում գնդակը ու այն ուղարկում թիմի ավակ Մուրադյանի ուղղությամբ Մելքոնյան գտավ կենտրոնում Զորա Բադարյանին Մարտիրոսյան այո հիմա հանդիպման տեմպը մի փոքր ավելի հանգստացավ իհարկե Վերդերի խփած գնդակից հետո Մելքոնյան այստեղ հաջող չէր փոխանցումը ու նորից Մոնցան նետվում է առաջ, բայց հիմա էլ Վոլոդիա Մարկարյանն է փակում փոխանցման ճանապարհը թույլ չտալով մրցակցին արագ հակագրո կազմակերպելու չի ավարտվել Մոնցայի գրո հիմա արդեն ավարտված է հեռասեցին գնդակը, բայց հիմա Չոկանդարյանի հերվից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ Վերդերի պաշտպանին ու դուրս եկավ դաշտի սահմաններից Եզիս կնետի Մոնցան Մուրադյան խլեցին այստեղ Վերդերի ֆուտբոլիստները գնդակը Մուրադյան ուղարկում է գնդակը Մելքոնյանին վերջինս էլ դեպի Էրզումյանը փոխանցում կատարեց բայց հեռու թողեց այստեղ մի փոքր Էրզումյանի ելնից գնդակը Մուսա Ալեքսանյան վտանգավոր է բայց այստեղ գերազանց է պաշտպանվում Զորա Բադարյանը ինչ է կատարվում հիմա խաղադաշտում տեսնենք կարծես վնասվածք է ստացել Ադարյանը նաև Ավետիսյանն է հայտնվել խոտածածկին հուսանք որ այս Բախումը ֆուտբոլիստերին չի խանգարի շարունակել հանդիպումը, այո երկուսն էլ ոտքի կանգնեցին ու կարծում եմ կշարունակեն հանդիպումը։ Այո, ամեն ինչ կարգի է երկու ֆուտբոլիստերի հետ էլ նրանք խաղադաշտում են ու հիմա արդեն գնդակը Մոնցայի վերահսկողության տակ է Չոկանդարյան շարժում է առաջ գնդակով Չոկանդարյանը, բայց փոխանցման ճանապարհը փակեց Էրիկ Հովսեփյանը Ադարյան սկսում է Վերդերը նորից երթական գրո Ադարյան այստեղ փակեցին Ադարյանի կատարած փոխանցման ճանապարհը ու կտեսնենք եզրային նետում Վերդերի ֆուտբոլիստների կատարմամբ Հովսեփյան ուղարկեց գնդակը Մարկարյանին, վերջինս էլ թողեց գնդակը Զորա Բադարյանին Մարկարյան Մելքոնյանի հասցեագրում գնդակը գրոյ տեղափոխություն դեպի Մարտիրոսյանը նորից Մարիս Մելքոնյանն է գնդակով Մելքոնյան գուցե փորձի կա հարվածը, բայց մրցակցի ֆուտբոլիստները փակեցին Մելքոնյանի կատարած հարվածի ճանապարհը հիմա գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում բայց մինչ այդ փոփոխությունն է կատարում Վերդերի գլխավոր մարզիչ Արտուր Սարգսյանը խաղադաշտ դուրս բերելով Ամիլյանին ու փոխարինելով Վոլոդիա Մարկարյանին Մելքոնյան թողեց գնդակը Հայկ Մուրադյանին Մուրադյան լավ է նկատել Էրզումյանին մրցակցի տուգանային հրապարակում բայց փոխանցումը չանցավ Մուրադյանի հիմա խորքից է սկսում Վերդերը Մարտիրոսյան շատ լավ փոխանցում կատարեց բայց Էրզումյանը այստեղ լավ չկարողացավ կասեցնել գնդակը ու հարված կլինի Մոնցայի դարպասից Չոկանդարյան Առայժմ պաշտպանություն ունի քաղաքում Մոնցայի ֆուտբոլիստները գնդակը, բայց հիմա Հովսեփյանը քիչ էր մնում խլել գնդակը մրցակցի շտացվեց, Պապոյան թողնում է գնդակը Ալեքսանյանին, հիմա էլ Ադարյանը լավ պաշտպանվեց, բայց գնդակը բաժին հասավ Պապոյանին, Ամիլյան ու հարված կլինի արդեն Վերդերի դարպասից
Մարտիրոսյան դեպի առաջ փոխանցում տեսանք Մելքոնյան այստեղ փորձեց կասեցնել գնդակը, բայց չստացվեց։ Հիմա էլ Ադանյանն է փակում փոխանցման ճանապարհը Ամիրյան դեպի Էրզումյանը փոխանցում տեսանք, Մայիս Մելքոնյանն է ստանում գնդակը։ Բայց այստեղ խլեցին նրանից գնդակը, Ալեքսանյանը զարգացնում է արագություն։ Թողեց գնդակը այստեղ Մնացականյանին գնդակը, բայց Մելքոնյանը նահանջեց ու այստեղ խանգ արեց մրցակցին հակագրող կազմակերպելու գործում։ Էրզումյան շատ լավ փոխանցում կատարեց դեպի Մելքոնյանը, բայց դիպավ այստեղ գնդակը Մելքոնյանի ձեռքին, այո։ Արագորեն խաղարկում է Մոնցան գնդակը Արշալույս Պապոյան։ Այո, առաջի խաղակեսը մոտենում է ավարտին եւ հիմա բնականաբար երկու թիմերն էլ ցանկանում են հաղթողի կարգավիճակով գնալ ընդմիջման, բայց դա այդքան էլ հեշտ չէ, իհարկե չմոռանանք, որ սա Summer Cup-ի եզրափակիչ հանդիպումն է։ Մարտիրոսյան գտավ Էրզումյանին, լավ կասեցում կատարեց Էրզումյանը, Մայիս Մելքոնյանին ուղարկելով գնդակը, Մելքոնյան շատ լավ փոխանցում էր, բայց Ամիրյան այստեղ կորցրեց հարվածային դիրքը։ Այո, ինչ լավ էին արել ամեն ինչ Վերդերի ֆուտբոլիստները, Մելքոնյանը ինչպես նկատեց Ամիրյանի գրոյի միացումը, բայց լինենք արդարացի, այո, Մելքոնյանի փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց, այլապես ավելի հարմար դիրքում Ամիրյանը եզրափակեր այս գրողը։ Ավետիսյան, մնաց գնդակով Ավետիսյանը, բայց այստեղ փոխանցումը անհասցե է ստացվում Ավետիսյանի կատարած ու Հարությունյանը սկսում է իր թիմի հերթական գրող ուղարկելով գնդակը Մարտիրոսյանին, վերջինս էլ հասցեագեց գնդակը Էլոյանին, Էլոյան զարգացնում է աչեզում արագություն կա փոխանցումը, բայց այստեղ չկար ոչ ոք Վերդերի ֆուտբոլիստներից, որպեսզի եզրափակեր Էլոյանի կատարած փոխանցմանը։ Խաղարկում են Մոնցայի ֆուտբոլիստները պաշտպանություն գնդակը Չոկադարյանն է նորից գնդակով։ Շատ լավ նկատեց Ալեքսանյանի առաջ խաղացումը, բայց այստեղ չկար խաղի կանոնների խախտում։ Էլոյան նորից զարգացնում է հաջող արագություն աչեզում, հիմա էլ փոխանցում կատարեց, բայց արդեն փակեցին փոխանցման ճանապարհը, Ավետիսյանն է շարժվում առաջ։ Թողեց գնդակը Ալեքսանյանին, Ալեքսանյան հարվածել կա, բայց այստեղ դիպավ, այո, Հարությունյանը դիպավ գնդակին հեռացնելով այն ու կտեսնենք անկյունային հարված Մոնցայի կատարմամբ։ Արագորեն խաղարկում են գնդակը Մոնցայի ֆուտբոլիստները, Չոկանդարյան ստացվեց անցումը կա Պապոյանի տարբերակը, Պապոյան վտանգավոր է փոխանցում ու այստեղ Ադարյանն ու Մելքոնյանը միահամուռ ուժերով փակեցին գնդակի ճանապարհը։ Եվս մեկ հեռահար հարված են տեսնում, բայց այս անգամ արդեն բարձր է ստացվում Արտաշ Ղազարյանի կատարած հարվածը հարված կլինի Վերդերի դարպասից։ Մարտիրոսյան գտավ Հովսեփյանին, այդ ուժեղ է ստացվում այստեղ Հովսեփյանի կատարած փոխանցումը ու հարված կլինի արդեն Հմայակ Բաբայանի պաշտպանած դարպասից։ Ղազարյան ուղարկեց գնդակը դեպի աջ, Չոկանդարյանն է շարժվում առաջ, Մնացականյան ու կտեսնենք հիմա եզրային նետում Մոնցայի կատարմամբ։ Հիմա էլ Հովսեփյանը փակեց գնդակի ճանապարհը ու հարված կլինի արդեն Վերդերի դարպասից։ Մարտիրոսյան ուժեղ փոխանցում առաջ։ Ալեքսանյան մնաց գնդակով Մուսա Ալեքսանյանը, հիմա Մելքոնյանը խլում կատարեց, բայց հերո թողեց իրենից գնդակը ու չհասավ գնդակին ու խախտեց փոխարենը խաղի կանոնները։
այո չկար միտում Մելքոնյանի գործողություններում, այդ իսկ պատճառով մրցավարը չզգուշացեց դեղին քարտով նրան։ Ու հիմա արդեն ստանդարտ կիրացնեն Մոնցայի ֆուտբոլիստները։ Չոկանդանյան խորքից դեպի Ալեքսանյանը փոխանցում տեսանք ու ստացվեց Ալեքսանյանի մոտ եզրափակել փոխանցումը եւ վերջ հանդիպման առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճատև դադար, որից հետո կշարունակենք միասին դիտել այս հետաքրքիր հանդիպումը։ Սիրելի ֆուտբոլասերներ, մեկնարկում է Summer Cup-ի եզրափակիչ հանդիպան երկրորդ խաղակեսը, որտեղ առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 1-1 է։ Վերդերն ընդդեմ Մոնցայի հանդիպումն ենք միասին դիտում։ Իչեսնեմ նախ կարողացավ Մուսա Ալեքսանյանը բացել այս հանդիպան հաշիվը, ապա Մելքոնյանը Վերդերի կազմում հավասարեցրեց հանդիպան հաշիվը ու թիմերը գնացին ընդմիջման 1-1 հաշվի պարագայում։ Եկեք արագորեն եւս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի հայտացուցակները, որից հետո արդեն կշարունակենք հետևել հանդիպանը եւ այսպես Մոնցայի դարպասը պաշտպանում է Հմայակ Բաբայանը համար 1, Վենդիտիկ Չոկանդարյան համար 5, Գուրգեն Մնացականյան համար 7, Արտաշ Ղազարյան համար 8, Նարեկ Գարդաշյան համար 11, Արշալույս Պապոյան համար 14, Մխիթար Ավետիսյան համար 9, Մուսա Ալեքսանյան համար 10, Ռաֆիկ Գևորգյան համար 13, Ռաֆայել Ավակյան համար 15 եւ Գագիկ Մանուչարյան համար 22։ Վերդեր դարպասը պաշտպանում է Էդվարդ Հարությունյանը համար 1, Վոլոդիա Մարկարյան համար 5, Էրիկ Էլոյան համար 7, Ռուբեն Արիստակեսյան համար 9, Թիմի Ավակ Հայկ Մուրադյան համար 10, Մայիս Մելքոնյան համար 11, Սարգիս Մարտիրոսյան համար 14, այստեղ Էլոյանը հաջող պաշտպանվեց, Հակոբ Ամիրյան համար 17, Սուլեյման Անիմասյան համար 18, Գևորգ Պողոսյան համար 20, Նարեկ Մկրտչյան համար 22, Զորա Բադարյան համար 23, Խաչատուր Էրզումյան համար 26, Էրիկ Հովսեփյան համար 77 եւ Իգոր Հովսեփյան համար 99։ Թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյանը։ Եզից հիմա նետում եմ Ավետիսյանը Ղազարյանի ուղղությամբ։ Դեպի Բաբայանը ուղարկեց գնդակը Ղազարյանը ու դեպի աչը կատարում դարպասապահ փոխանցում, այո նախ կարողացավ հանդիպան մեկնարկում շատ արագորեն առաջ անցնել հաշվի մեջ Մոնցան, հետո արդեն խաղակեսի միջնամասում Վերդերը հավասարեցեց հանդիպան հաշիվը։ Եզից հիմա նետում է Մուրադյանը, ուղարկելով գնդակը Մելքոնյանի, նորից Մուրադյանն է գնդակով, բայց այստեղ գնդակը բաժին ասավ Զորա Բադարյանին, գուցե հեռվից փորձի Ադարյանը փակեցին հարվածի ճանապարհը դեպի աճ Էլոյան, վտանգավոր Էլոյան հարված ու այստեղ ինչ է կատարվում, դիպավ արդյոք գնդակը Չոկանդարյանի ձեռքին, թե ոչ, Մարտիրոսյան դեպի առաջ փոխանցում ենք տեսնում ու դարպասապահը հեռացնում է գնդակը, այո կդիտի մրցավարը կրկնապատկերը նախորդ դրվագի։ Դիտեց մրցավարը կրկնապատկերը ու մնաց իր որոշմանը չկար 11 մեծանոց հարված, այո։ Հիմա անկյունային է իրացնելու Վերդերը, տեսնենք, գնդակի մոտ Ամիրյանն է, Ամիրյան կա փոխանցումը, բայց այստեղ Բաբայանը դուրս եկավ դարպասից ու վերցրեց գնդակը ուժեղ հարվածով այն մտցնելով խաղի մեջ, այստեղ Պապոյանն է հաջող գործում ու շահեդիկը հիմա էլ Էլոյանը խախտեց ստիպված խաղի կանոնները ու պատժվում է դեղին քարտով։ Այո, կարծում եմ ստիպված էր ինչ-որ միտեղ այստեղ Էլոյանը խախտեր խաղի կանոնները, այլապես Պապոյանը միայնակ կմնար Հարությունյանի դիմաց, բայց այլ հարց է կար արդյոք մինչ այդ խաղի կանոնն է խախտում Էլոյանի դեմ պայքարում Պապոյանի կողմից, թե ոչ, այնուամենայնիվ մրցավարը նշանակեց տուգանային հարված Մոնցայի օգտին ու հիմա տեսնենք այս ստանդարտը ինչի կվերացեն Մոնցայի ֆուտբոլիստները, 3 ֆուտբոլիստ է միանգամից գնդակի մոտ, բայց ոչ, կարծում եմ Պապոյանն է պատրաստում հարվածի, Չոկանդարյան, այո, չհարվածեց, թողեց Պապոյանին փոխանցում, Ալեքսանյան հարված ու այստեղ պաշտպաններն իրենց վրա ընդունեցին գնդակը, Մելքոնյանն էլ հեռացնում է գնդակը որքան հնարավոր է հեռու, բայց այստեղ քիչ էր մնում սխալվել Մոնցայի դարպասապահ, այո, անհաջող գնդակը առաջին հնարավորությունից որսած, բայց հետո արդեն
ամեն ինչ կարգին եղավ։ Ավետիսյան շատ լավ գրոյի տեղափոխություն էր դեպի աջ, բայց այստեղ մնաց Սականյանը չկարողացավ պահել գնդակի իր մոտ ու գնդակը կլինի արդեն Վերդերի ֆուտբոլիստերին է։ Մարտիրոսյան, ուժեղ փոխանցում առաջ, բայց այստեղ առաջինը գնդակին արձագանքեց Գևորգյանը։ Խլում է Պապոյանը, այստեղ գնդակը մրցակցից կա փոխանցում ու ինչ է կատարվում անկյունային հարված հիմա Կիրաստի Մոնցան քիչ էր մնում այստեղ։ Հովսեփյանը գրավ էր սեփական դարպասը, բայց կարողացավ շատ բարեհաջող կերպով հեռացնել այն դեպի անկյունային։ Այո, ոչնչից կարող էր հիմա Վերդերը գնդակ բաց թողնել, իսկապես պրեսինգի շնորհիվ կորցրեցին գնդակը Վերդերի ֆուտբոլիստները մրցակցի պրեսինգի շնորհիվ իհարկե ու այս գրոհը ստեղծեց հիմա անկյունայինը, տեսնեք ինչպես խաղարկեն կա փոխանցում Մելքոնյան շտացվեց հեռացնել գնդակը, բայց գնդակը հիմա Մոնցայի ֆուտբոլիստերի մոտ է Ղազարյան Ավետիսյան փոխանցում ու Ադանյանն է կանգնում գնդակի ճանապարհին Մելքոնյանը զարգացնում է աչեզով արագություն տեսնենք բայց Մելքոնյան ցածրից փոխանցում բայց այստեղ Ավետիսյանը կանգնեց գնդակի ճանապարհին Չոկանդարյան ուղարկում է գնդակը Մուսա Ալեքսանյանի ուղղությամբ Ալեքսանյան այստեղ Գևորգյանն է պայքարում նրա դեմ ու խլեց շատ բարեհաջող կերպով գնդակը մրցակցից, հետո արագորեն էլ կորցրեց ու արդեն խախտեց խաղի կանոնները, այո։ Այո, քիչ առաջ դուրս եկավ Պողոսյանը խաղադաշտ, Համիդյանի փոխարեն ու արդեն առաջին գործողությունը կատարեց խաղադաշտում։ Տեսնենք այս ստանդարտը հիմա ինչ կբերի Մոնցային կա մրցավարի սուլիչը Չոկանդարյան բարձից փոխանցում ու Մելքոնյան այստեղ շեղեց գնդակի ուղղությունը հեռացնելով այն խաղադաշտից եզից կնետի Մոնցան Ավետիսյան Ցածրից դեպի մրցակցի տուկանային հրապարակ, բայց այստեղ կարողացան այնուամենայնիվ Վերդերի ֆուտբոլիստները հեռացնել գնդակը Ադարյանն է հիմա էլ պայքարում նույնիսկ ընկած իրավիճակից Մելքոնյան շատ լավ անցումներ է ու սա խաղի կանոնների խախտում էր այո Ղազարյանի կողմից Տեսնենք ինչ է պատահել մնաց Սականյանին, այո պայքարի ընթացքում հարված ստացավ մնաց Սականյանը Հուսանք, որ ամեն ինչ կարգին կլինի Գուրգեն մնաց Սականյանի հետ, այո տեսեք մոտեցան, նրան օգտեցին ոտքի կանգնելու, այո կարծում եմ կշարունակի հանդիպումը մնաց Սականյանը Մարտիրոսյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը Մարտիրոսյան Կրոս դեպի մրցակցի տուկանային հրապարակ, բայց այստեղ Ավետիսյանը իր վրա ընդունեց գնդակը, հիմա էլ Ադանյանը կարողացավ խլել ու հարված կատարել դարպասի ուղղությամբ, բայց պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը Ադանյանի կատարած հարվածից հետո ու հիմա անկյունային Կիրաստի են Զորաբ Ադարյանը Կա մրցավարի սուլիչը Զորաբ Ադարյան Փոխանցում ու այստեղ Մարտիրոսյանը քիչ էր մնում եզրափակել գրոհը այս Մելքոնյան կորցրեց հարվածի հնարավորությունը ու հիմա Մոնցան նետվում է առաջ բայց այստեղ էլ հաջողությամբ պաշտպանվեց Վերդերի կազմում Պողոսյանը Մելքոնյան
Կար, այո, այստեղ կար խաղի կանոնների խախտում։ Էրզումյանի հետ պայքարում Էրզումյան, տեսնենք։ Ցածրից է հարվածում ու այստեղ Ահտարյանը խանգարեց Էրզումյանի կատարած հարվածին, հիմա էլ Մուրադյանի հարվածից հետո գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, այո, խանգարեցին այնուամենայնիվ Էրզումյանին, շատ դիպուկ հարված էր կատարում դարպասի ուղղությամբ, այլ հարց է, եթե ոչ ոքի չդիպչեր գնդակը արդյոք կհայտնվի դարպասում, թե ոչ։ Մոնցան է հիմա գնդակով, բայց Հովսեփյանը խլեց, հետո էլ խախտեցին խաղի կանոնները Հովսեփյանի նկատմամբ։ Այո, եթե հանդիպումն ավարտի ոչ ոքի հաշվով, մենք կդիտենք այդ խաղային 11 մեծանոց հարված աշխարհ, իսկական եզրափակիչին բնորոշ, իհարկե, բայց դեռ դրան հասնելու համար կա բավական խաղաժամանակ։ Կա մրցավարի սուրիչը, հիմա փոխանցում ենք տեսնում ու Պապոյանի վրա է ընդունում գնդակը, Մարտիրոսյան դեպի առաջ փոխանցում կատարեց, չանցավ, հիմա էլ փակեց հենց Մարտիրոսյանը Ավետիսյանի կատարած փոխանցման ճանապարհը։ Էրիկ Հովսեփյան շարժվում է առաջ, Հովսեփյանը գնդակով ուղարկելով այն Ադարյանին, բայց այստեղ մաքուր խմում կարողացավ կատարել Մոնցայի ֆուտբոլիստը։ Մուսա Ալեքսանյան վտանգավոր գրոհի անցել Մոնցան, Ալեքսանյան, բայց այստեղ էլ հասցրեց Վերդերի պաշտպանը նահանջել ու փակել Ալեքսանյանի առաջ խաղացման ճանապարհը։ Ավետիսյանն է հիմա ձախ եզրում հայտնվել, կա փոխանցում ու Մուրադյանն է փակում գնդակի ճանապարհը ու հիմա ինքն էլ շարժվում է առաջ գնդակով։ Կա Մելքոնյանի տարբերակը, կա փոխանցումը դեպի Մելքոնյանը, վտանգավոր է Մայիս Մելքոնյան։ Բարձից ուղարկեց գնդակը մրցակցի Տուգանային հրապարակ ու այստեղ հեռացեցին գնդակը Մոնցայի պաշտպանները։ Եսից հիմա արդեն կնետի Մոնցան։ Պապոյան դուրս էր եկել գնդակը դաշտի սահմաններից, այո։ 10 րոպեից մի փոքր ավել խաղաժամանակ է մնում հիմնական ժամանակի ավարտին, տեսնենք առաջին խաղակեսում գրանցված արդյունքը առայժմ անփոփոխ է խաղադաշտում։ Մելքոնյան ստանում է գնդակը, բայց փոխանցումը չանցավ Մայիս Մելքոնյանի։ Փոխարենը Եզից կնետի Վերդերը։ Մելքոնյան արագորեն նետեց գնդակը Էրզումյանի ուղղությամբ։ Ադարյան շատ հնարամիտ կերպով թողեց գնդակը Հովսեփյանին ու հերվից է Հովսեփյանը հարվածում։ Բաբայան ետ բղեց Մուրադյանի հարվածն էլ չի ստացվում այստեղ։ Այո, իսկապես վտանգավոր է, տեսեք խաղը որքան է հասել լարվածությունը գագաթնակետին, որ Մուրադյանի հարվածի ժամանակ արդեն թիմի գլխավոր մարզիչ Սարգսյանը խաղադաշտը դուրս եկել տոնելու իր թիմի գոլը, բայց Մուրադյանը վրիպեց։ Պապոյան, Մարտիրոսյան այստեղ խախտեց, այո, խաղի կանոնները, այո, խախտել, համաձայն չէ մրցավարի հետ Մարտիրոսյանը, բայց արձանագրված է խաղի կանոնների խախտումը։
Կա մրցավարի սուրիշը Բենեդիկտ Չոկանդարյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ ոչ ոք չարձագանքեց այս փոխանցման ու հարված կլինի Էդուարդ Հարությունյանի պաշտպանած դարպասից Մարտիրոսյան ուժեղ փոխանցում դեպի Մելքոնյանը շահեց այստեղ պայքարը Մելքոնյանը երկրորդ հարկում, բայց կարողացան դրանից հետո Մոնցայի ֆուտբոլիստները հեռացնել գնդակը Մուրադյան այստեղ պայքարեց ու պահեց գնդակի մոտ Հայկ Մուրադյանը հիմա Պապոյանը խլում է գնդակը, բայց այն դուրս հանեց խաղադաշտից Վերդերի պաշտպան Մարտիրոսյանը ու եզից կնետի արդեն Մոնցան Չոկանդարյան Դեպի աչ փոխանցում տեսանք Մելքոնյան այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին, բայց չստացվեց Վերդերի մոտ արագ կազմակերպել Արտաշ Ղազարյանն է ստանում գնդակը ուղարկելով այն Պապոյանի ուղղությամբ Պապոյան թողեց գնդակը Չոկանդարյանին Արշելույս Պապոյան վտանգավոր է հարվածել կողմ Մարտիրոսյանը նորից կանգնում է գնդակի ճանապարհին Պապոյան չի հավատվել Մոնցայի գրոհի հիմա էլ Մուրադյանն է գեղեցիկ գործում հեռացնելով գնդակը որքան հնարավոր է հեռու Երկրորդ տեմպով են նետվում առաջ Մոնցայի ֆուտբոլիստները Ղազարյան Տեսնենք ինչ որոշում կայացնի Արտաշ Ղազարյանը Դեպի աչ փոխանցում կատարեց Չոկանդարյան Գտավ Մուսա Ալեքսանյանին Ալեքսանյան հաջող է անցումը Ալեքսանյան վտանգավոր է, բայց նորից Սարգիս Մարտիրոսյանն է այստեղ երկու դրվագում գերազանց գործում հեռացնելով գնդակը փակելով փոխանցման ճանապարհը Տեսնենք այս անկյունայինը ինչի կվերածեն Մոնցայի ֆուտբոլիստները իսկապես արդեն լարվածությունը հասնում է գագաթնակետին, քանի որ հանդիպման վերջնամասն է եւ ցանկացած թիմի հաջողության դեպքում արդեն խաղադաշտում նյարդերը էլ ավելի տեղի կտան, եթե որևէ մեկը առաջ անցնի հաշվի մեջ պատկերացնում եք ինչ կկատարվի միջհանդիպման ավարտը Փոխանցում են տեսնում դեպի Տուգանային հրապարակ Ալեքսանյանը հարվածեց այստեղ երկրորդ հարկում Ալեքսանյանը, բայց Հարությունյանը վերցնում է գնդակը այո տեղում էլ Վերդերի դարպասապահը Հովսեփյանին է նետում գնդակը Հարությունյանը Մայիս Մելքոնյան Դեպի Պողոսյանը փոխանցում կատարեց վերջինս էլ Մարտիրոսյանին ուղարկեց գնդակը ու Մարտիրոսյանը գրոհի է միացնում Հայկ Մուրադյանին աչքի եզրով, բայց Մուրադյանի կատարած փոխանցումը այստեղ չարձագանքեցին խաղընկերները, հիմա Ալեքսանյանն է շարժվում առաջ զարգացնելով արագություն ու Պողոսյանը այստեղ հաջող պաշտպանվեց Անկյունային կիրասնի հիմա Մոնցան, բայց այդ ընթացքում Վերդերի գլխավոր մարզիչ Սարգսյանը կրկնակի փոփոխություն է կատարում թիմի կազմում, Պողոսյանի ու Ադարյանի փոխարեն հանդիպումը կշարունակեն Ամիրյանն ու Սուլեյման Անիմասահուն Տեսնենք կա մրցավարի Սուլիչը Չոկանդարյանն է գնդակի մոտ Փոխանցում են տեսնում ու Սուլեյմանը այստեղ կարողացավ փակել գնդակի ճանապարհը Ղազարյան Նորից ուղարկում է գնդակը Չոկանդարյանին ու հիմա դուրս եկավ Վերդերը պաշտպանությունից Մայիս Մելքոնյան շատ կրճատեց այստեղ անկյունա Մելքոնյանը, բայց մնաց գնդակով ու վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն Վերդերի համար Արագորեն էլ խաղարկուեց գնդակը, բայց այստեղ Չոկանդարյանը նորից փակում է գնդակի ճանապարհը Արշալույս Պապոյան դեպի Ալեքսանյանը փոխանցում եք տեսնում ինչ է անում Սարգիս Մարտիրոսյանը մաքուր է պաշտպանվում գնդակը ուղարկելով առաջ եզից կնետեն Վերդերի ֆուտբոլիստները ինչ է կատարվում խաղադաշտում պարզապես չենք հասնում որևէ այլ բանից խոսել քան հանդիպումն է Հայկ Մուրադյան թողեց գնդակը Մարտիրոսյանին
Մարտիրոսյանն էլ ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ, այստեղ խանգարեցին Մոնցայի պաշտպանները միմյանց։ Ամիդյան, բայց գնդակը իր թիմի մոտ Մելքոնյան փոխանցում ու Էրզումյանը քիչ էր մնում դիպուկ գտնվել, բայց չհասավ գնդակին Էրզումյանը։ Երեք րոպե մինչ հիմնական ժամանակի ավարտ այդ մասին էր ասում խաղացողներին Անտիպան գլխավոր մրցավարը ու հիմա արդեն տեսնենք իսկապես ցանկացած թիմ գնդակ բաց թողնելու դեպքում կկորցնի կարծում եմ ամեն ինչ։ Մուրադյան կփորձի հասնել այս գնդակին, բայց հաջող պաշտպանվել։ Ավետիսյանը հետո էլ Մուրադյանը հնարամտության շնորհիվ վաստակեց եզրային ներման հնարավորություն, որը անձամբ կիրացնի ինքը ու հիմա էլ արդեն անկյունային է վաստակում Վերդերը Մուրադյանի ջանքերի շնորհիվ։ Ամիլյանն է տեղադրել գնդակը, Ամիլյան կա փոխանցումը ու այստեղ քիչ էր մնում իսկապես Մարտիրոսյանի հարվածը ստացվեր, բայց գնդակը շեղան գցավ։ Բաբայան ուժեղ փոխանցում առաջ ու այստեղ Մարտիրոսյանը նորից շահեց դիրքը, հիմա էլ հարված ստացավ Մուրադյանը ոտքին, այո, մրցակցի կողմից։ Տեսնենք հիմա իսկապես հանդիպման վերջնամասն է եւ Մուրադյանի բացակայությունը իհարկե խաղադաշտում կզգացվի, հուսանք որ դա տեղի չի ունենա ու թիմի հավաքը կկարողանա շարունակել հանդիպումը։ Այո, կանգնեց ոտքի Հայկ Մուրադյանը ու կմնա խաղադաշտում փորձելով հանդիպման վերջնամասում օգնել իր թիմին։ Մարտիրոսյանն է գնդակի մոտ, ոչ այնուամենայնիվ փոխանցվեց Հայկ Մուրադյանը, Էլոյանը մտավ նրա փոխանեն խաղադաշտ, կա մրցավարի Սուրիչը, Մարտիրոսյան դեպի առաջ փոխանցում, Մելքոնյանն էլ ավելացրեց, բայց գնդակը նորից դուրս եկավ դաշտի սահմաններից։ Բաբայան ուժեղ փոխանցում առաջ ու նորից այստեղ Մարտիրոսյանը շահեց դիրքը, հարված կլինի Վերդերի դարպասից։ Արությունյանը տեղադրում է գնդակը թաղի մեջ մտցնելու համար, բայց այո, թողեց թիմի պաշտպանին, Մարտիրոսյանն ուժեղ փոխանցում առաջ և ոչ դուրս չեկավ այստեղ գնդակը դաշտի սահմաններից ու կար ձեռքով խաղմրցակցի դարպասապայի կողմից, այո, տուգանային հրապարակից դուրս դիպավ գնդակին Հմայակ Բաբայանը ու ստանում է դեղին քարտ այդ գործողության համար։ Տեսնենք իսկապես վտանգավոր է դիրքը, ճիշտ է անկյունը մի փոքր սուր է, բայց այնուամենայնիվ վտանգավոր է, քանի որ գնդակի մոտ է Մելքոնյանը Էրզումյանի հետ միասին, տեսնենք ինչպես կխաղարկեն այս ստանդարտը,
Ամիլյան հարված բարձր է ստացում Ամիլյանի կատարած հարվածը։ Եվ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու միասին կդիտենք հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար։ Սելի ֆուտբոլիստներն վերադառնում ենք միասին դիտելու Summer Cup-ի եզրափակիչի հետխաղային 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ առաջինը հարված կկատարի Վերդերի ֆուտբոլիստը Խաչատուր Էրզրումյանը կամ մրցավարի Սուլիչը Էրզրումյան հարվածում Պապայանը հետևում գնդակը առաջին հարվածը վրիպում է Վերդերը։ Հիմա արդեն Մոնցայի կազմում գնդակին է մոտեցել Արշալույս Պապոյանը նա կիրասնի առաջին հարվածը ու տեսնենք Պապոյանը ավելի դիպուկ կգտնվի թե Հարությունյանը ետ կմղի գնդակը կա մրցավարի Սուլիչը Պապոյանը հարված ու Հարությունյանը ետ է մղում գնդակը հաշիվը հավասար է Մայիս Մելքոնյան Թե Բաբայան կա մրցավարի Սուլիչը Մելքոնյան հարված ու գնդակը դարպասում չէ երկրորդ հարվածը նույնպես ծախողում են Վերդերի ֆուտբոլիստները Երկրորդ հարվածին է մոտեցել Մոնցայի կազմում Ռաֆի Գևորգյանը Կա Սուլիչը մրցավարի Գևորգյան հարված ու գնդակը դարպասում է երկրորդ հարվածը դիպուկ են գտնվում Մոնցայի ֆուտբոլիստները Երրորդ հարվածը կիրասնի Էդիկ Հովսեփյանը Վերդերի կազմում տեսնենք Հովսեփյան հարված ու գնդակը նորից չի այտնում դարպասում ինչ է կատարվում հիմա Մխիթար Ավետիսյանն է մոտեցել գնդակին երրորդ հարվածը իրացնելու Մոնցայի կազմում Ավետիսյան հարված ու անկասելի հարված է կատարում Ավետիսյանը երեքական հարվածներից հետո երկու գնդակի առավելություն ունեն այս պահին Մոնցայի ֆուտբոլիստները Չորրորդ հարվածն է մոտեցել իրացնելու Գևորգ Պողոսյանը բայց եթե վրիպում է հիմա Վերդերի ֆուտբոլիստը ապա Մոնցան դառնում է չեմպիոն Պողոսյան ոչ գնդակը դարպասում է Չորրորդ հարվածը դիպուկ իրացեց Վերդերը Հիմա ցանկացած երկու հարվածից մեկի դեպքում եթե Մոնցան դիպուկ է գտնվում դառնում է չեմպիոն Ալեքսանդրյան Մոնցան ներճակվում է Summer Cup-ի չեմպիոն շնորհավորում ենք Մոնցայի ֆուտբոլիստերին այս երկարատև ճանապարհորդությունը չեմպիոնությամբ ավարտելով Այո 3 Բալայով Ուլում Մոնցան կարողացավ 3 դիմակայություններն էլ հաղթել 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ նախ անցան 1 քավոր եզրափակիչ հաղթեցին Սելտային հետո կիսա եզրափակիչում պայքարից դուրս թողեցին Չելսին իսկ եզրափակիչը արդեն էլ ավելի հետաքրքիր ու դիտարժան ստացվեց Շնորհավորում ենք Մոնցային իսկապես նրանք արժանի էին այս գավաթին արժանանալու համար ծափարություններ նաև Վերդերին այս երկարատև ճանապարհորդության համար բայց եզրափակիչում ավելի ուժեղ գտնվեց Մոնցան